Երիտասարդ Դիլիջան 2026 խորագրով Դիլիջան համայնքը միացավ երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Տարբեր միջավայրեր ընդհանուր ձգտումներ կարգախոսով օգոստոսի 12-ին Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը համայնքի կրթական, երիտասարդական ու մշակութային կազմակերպությունները ներկայացրին իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները։ Երիտասարդների դերը Դիլիջան խոշորացած համայնքում առաջնահերթություն եւ կարեւորություն են համարվում, քանի որ վաղվա մեր ապագան են երիտասարդները, որոնք որ պիտի կերտեն են համայնքը, որին որ մենք ակնկալում ենք եւ փորձում ենք առաջ շարժվել։ Օրվա առաջին հատվածում ուշադրության կենտրոնում Դիլիջանի կրթական ու երիտասարդական ներուժն էր։ Համայնքում գործող կրթական, սոցիալական եւ երիտասարդական կազմակերպությունները ներկայացրին իրենց գործունեությունը, ծրագրերն ու երիտասարդներին առաջարկվող հնարավորությունները։ Իրականում ցանկացած նոր գաղափար առաջինը ինտեգրվում է երիտասարդների կողմից եւ այդ իմաստով նման հարթակները, նման միջոցառումները կարևոր են, քանի որ մեզ հնարավորություն է տրվում ներկայացնելու այն գաղափարները ու այն նորույթները տեխնոլոգիական առումով, որոնց մենք հավատում ենք եւ որոնցում ապագան է։ Ցանկացած մարդ կարող է դառնալ ստեղծարար եւ արտադրող։ Եվ դրա համար անհրաժեշտ գործիքներն ու ենթակառուցվածքները դառնալու են շատ հասանելի։ Այստեղ կարող եք տեսնել տարբեր օրինակներ մեր ուսանողների կողմից, որոնք գաղափարից վերածվել են արտադրանքի 6 ամսվա ընթացքում կրթական ծրագրի ընթացքում։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթ ունեցան հայտնի ջութակահար Կարեն Շալգազյանն ու նրա ուսանողները։ Երաժշտական երեկոն շարունակեց Reform Band-ը։ Ինչպես Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում, Դիլիջան համայնքում եւս երկօրյա լայնամասշտաբ միջոցառումներ են նախատեսված եւ այսօր մեծ տոնական միջոցառմամբ ուզում ենք սկսել երիտասարդության միջազգային օրը։ Հավաքված են շուրջ 1000 երիտասարդներ տարբեր ոլորտներից, տարբեր հարթակներից, հավաքվել ենք այսօր այստեղ ամփոփելու նրանց մեկ տարվա արդյունքները, գրանցած հաջողությունները, այն երիտասարդների հաջողությունները, ովքեր Դիլիջան համայնքի պատիվը բարձր են պահել միջազգային հարթակներում։ Այս տոնական միջոցառումները երկօրյա կազմակերպվում են Դիլիջանի համայնքապետարանի կողմից, բայց կոնկրետ այս միջոցառումը, այս տոնական երեկոյի աջակիցներն են Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ Green Rock հիմնադրամը։ Օրը նաև առիթ էր գնահատելու այն մարդկանց ու կառույցների աշխատանքը, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են Դիլիջանի զարգացմանն ու համայնքում դրական փոփոխությունների ձևավորմանը։ Շնորհակալագրեր են հանձնվել համայնքային կյանքում ակտիվ ներգրավված կառույցներին եւ իրենց աշխատանքով աչքի ընկած քաղաքացիներին։ Շնորհակալագիր է փոխանցվել նաև Տավուշ հեռուստաընկերությանը երիտասարդական թեմաները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, երիտասարդների գաղափարներն ու նախաձեռնությունները հանրայնացնելու գործում ունեցած ներդրման համար։